աշխարհով մեծ ուշադրություն է դարձում, դա կլինի բժիշկ, դա կլինի բուժքույր, հանրային առողջությանը, որովհետև ավելի հեշտ է հիվանդությունները կանխարգելել, քան բուժել։ Այս բարձրագույն կրթական ծրագիրը ձեզ հնարավորություն կտա ընդլայնել ձեր աշխատանքային գործունեության բնագավառերը։ Ծրագիրը հետևյալն է, կարող են ընդունվել 12-ամյա հիմքի վրա և սովորեն 4 տարի, դա միջազգային չափանիշն է և չափորոշիչը, և նաև ունենք ծրագիրը, որը կոչվում է կարճ ծրագիր, այսինքն այն բուժքույրերը, որոնք սովորել են 3 տարի և ուզում են շարունակել իրենց կրթությունը, ապա նրանք սովորում են ևս 2 տարի, լրացնելով այն անհրաժեշտ առարկաները, որը պահանջվում է ըստ չափորոշիչի և հանձնելով պետական ամփոփիչ քննությունները ստանում են բարձրագույն կրթության բուժքրոջ դիպլոմ։ Ինչ է տալիս այս բուժքույրերին այս կրթությունը։ Շատ բան։ Ամեն մի հաստատության խոսքը գնում է հիվանդանոցների, բուժհաստատությունների մասին, ամենակարևոր առաջի չափանիշը որակի դա համարվում է մասնագիտական զարգացումը և շարունակական մասնագիտական կրթությունը և ամեն մի գրագետ, խելացի և նկարներ ունեցող հաստատության ղեկավարությունը մտածում է ունենալ իր մոտ նման ուրեմն բուժքույրեր իրենց հաստատության և նպաստում են և հորդորում են, որ իրենց բուժքույրերը շարունակեն իրանց կրթությունը, ինչքան շատ կրթված լինեն, ինչքան նոր գիտելիքներ ունենան բուժքույրերը, այնքան հիվանդանոցի որակը սպասարկումը բարձր կլինի, իսկ որակի սպասարկման բավարարվածությունից է կախված, պացիենտների բավարարվածությունից է կախված ուրեմն որակը։ Ուստի նման ծրագիրը շատ արդիական եմ համարում։ Ինչու՞։ Ինչ է տալիս բուժքույրերին, հատկապես գլխավոր, ավագ բուժքույրերին։ Մինչ այդ իհարկե ես չեմ ուզում որևիցե թերագնահատեմ մեր հարգարժան քույրերին, որոնք տարիներ հանդերձ աշխատանք են բավականին բարձր մակարդակի տանում։ Սակայն ժամանակակից պահանջները, փոփոխությունները և հատկապես ապահովագրության ներդրումը մեր երկրում պահանջում է ունենալ այնպիսի բուժքույրեր, որոնք տիրապետեն մենեջմենտին, քույրական մենեջմենտին, առաջնորդությանը և ավելի խորը կարողանան կատարել վերլուծություն և նման հնարավորություն տալիս է այս ծրագիրը։ Բացի դրանից, այս ծրագիրը այնպես է կազմված, որ նրանք կարող են զարգացնել կրիտիկական մտածելակերպը։ Շատ մեծ ուշադրություն է դարձվում վարվելակերպին։ Բոլորդ կհամաձայնվեք, որ առաջի կարծիքը և հիվանդի վստահությունը հենց կախված է ինչպես են նրա հետ վարվում, վարվելակերպից։ Եվ ճիշտ վարվելակերպը բերում է բավականին մեծ հետագա հաջողությունների և գործընկերության պացիենտի, բուժքրոջ, բժշկի միջև։ Բացի նրանից, տեսեք մեր ուսումնական հաստատություններում քույրական գործը շատ ուսումնական բժշկական հաստատություններում դեռևս դասավանդում են բժիշկները և կան իհարկե հաստատություններ, ինչպես հենց մեր Էրեբունի բժշկական ակադեմիան է, որտեղ դասավանդում են քույրական գործը բուժքույրերը,
ու հատուկ ասենք թե պատրաստվածություն անցնելուց հետո։ Սակայն երբ որ մենք նայում ենք պահանջներին, միջազգային չափանիշների եւ չափորոշիչների, քույրական գործը պետք է դասավանդեն միայն բուժքույրերը, որոնք ունեն առնվազն բակալավրի կրթություն։ Իհարկե, շատ հաճելի կլինի եւ շատ լավ կլինի, եթե ունենան մագիստրոսի, պաշտպանած բուժքույրեր լինեն, բայց դեռևս մենք կանգ ենք առել բակալավրի աստիճանի վրա, ես կարծում եմ աշխատանքներ կտարվեն, որ մենք էլ համահունչ քայլենք այն բոլոր կրթական զարգացումների եւ փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում գլոբալ աշխարհում։ Մենք չենք կարող առանձնանալ, լոկալիզացվել ու ասենք մեզ մոտ այսպես է։ Մենք պետք է, եթե մենք ուզում ենք ունենանք միջազգային հավատարմագրում, եթե մենք ուզում ենք մեր կրթությունը ընդունվի, ապա մենք ոչ թե միայն կրթությունը, մենք պետք է ապահովենք մասնագետներին, ովքեր պետք է կրթեն։ Եվ այսինքն այս ծրագիրը կապահովի ունենալ բուժքույր դասավանդողներ, բուժքույր ղեկավարներ, առաջնորդներ, մենեջերներ եւ բուժքույրեր, որոնք ունենան ավելի շատ գիտելիքներ կլինիկական աշխատանքի մեջ, ավելի խորացված։ Եվ պարզ է դառնում, որ այս համադրությունը կբերի բավականին մեծ արդյունքների եւ ավելի մեծ օգուտ կտա մեր առողջապահության համակարգին։ Եվ նման մասնագետների պատրաստումը իհարկե կարծում եմ այն պարագայում, երբ որ վերլուծություն է տարվում, երբ որ մենք տեսնում ենք, որ շրջաններում մենք ունենում ենք բժիշկների պակաս, հատկապես հեռավար շրջաններում, ապա նման մասնագետները շատ հանգիստ կարող են այդ պակասը լրացնել եւ անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի օգնությանը շրջաններում, ինչը ավելի կլինի էֆեկտիվ, ինչը ավելի կլինի տնտեսապես ավելի էֆեկտիվ եւ հարմարավետ։ Ես կարծում եմ, որ սա սկիզբն է եւ ուզում եմ օգտվել առիթից ասել, որ այս ծրագիրը առաջինը ներ ենք դրել մենք եւ այս ծրագրի ապացույցը, որ ներ է դրվել Էրեբունի ակադեմիայի կողմից, դա այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունի հանրաճանաչ Sigma Theta Tau պատվավոր բուժքույրական միություն, որը ունի մեծ թվականակով անդամներ եւ ոչ թե միայն անդամներ, այլ դիմում են, որ մասնագիտ դառնան այն ուսումնական հաստատությունները, որոնք հաջողել են այս բակալավրի պատրաստման գործում։ Եվ մենք բավականին երկար աշխատանք տանելով այդ ուղղությամբ եւ ուղարկելով բոլոր փաստաթղթերը եւ նրանց կողմից էքսպերտները տեղում ծանոթանալով եւ տեսնելով ինչ աշխատանք է տարվել, բնականաբար ընդունվել է պաշտոնապես այս ծրագիրը որպես Chi Delta Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամ Հայաստան այդ կազմակերպության մասնաճյուղ եւ դա դրված է իրանց վեբկայքում եւ դա մեծ պատիվ է, քանի որ տարբեր երկրների, հատկապես ասենք Ամերիկայի, Եվրոպայի եւ այլն, Հայաստանը միակն է ԱՊՀ երկրներից։ Միակ երկիրն է, որը ներգրավել է դա եւ դարել է մասնաճյուղ։ Եվ կարծում եմ սա արդեն խոսում է դրա մասին, որ ծրագիրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, հատկապես ամերիկյան, որովհետև եթե չհամապատասխանեցվեր, չհամապատասխաներ, ապա նա չէր ընդունվի որպես
մասնաճյուղ։ Եվ մենք ունենք մեր շրջանավարտներին եւ հիմնական ես հորդորում եմ աշխատող բուժքույրերին, որ ձգտեն եւ մասնակցեն եւ դառնան մեր ուսանողները, քանի որ ծրագիրը կազմված է հիբրիդային ձևով եւ մենք հնարավորություն ենք տալիս թե կազմում ենք որ հարմար լինի աշխատող բուժքույրերի համար աշխատանքից հետո, դա կարող է լինի on-line տարբերակը, որոնց թեորետիկը առարկաներ, բայց այն ինչ որ անհրաժեշտ է լաբորատորիայում մեր սիմուլյացիոն փայլուն սիմուլյացիոն եւ եզակի սիմուլյացիոն լաբորատորիայում, որը ունենք եւ միայն մենք Հայաստանի Հանրապետությունում որտեղ կան հատուկ մանիկեններ եւ նաեւ նրանք անցնում են այն հիվանդանոցում, որը միակն է եւ ունի GCA հավաստագիր։ Դա Էրեբունի բժշկական կենտրոնն է եւ մեր նպատակն է հիմնականում տալ վերջին ժամանակակից գիտելիքները այս բուժքույրերին։ Եվ ուզում եմ նաև ասել, որ այս բուժքույրերին, այս ծրագրի նաև դասավանդում են հանրաճանաչ դասախոսներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ սա մեծ հնարավորություն է։ Ինչ մնացած առավելություններ ունի այս ծրագիրը։ Լինելով Sigma Theta Tau պատվավոր բուժքույրական միության մասնաճյուղ, նրանք հնարավորություն կունենան իրանց ուսումը շարունակել արտասահմանում այս դիպլոմի հիման վրա, ստանալով մագիստրոսի կոչում։ Իհարկե, եթե արտասահմանում են սովորելու բնականաբար կլինի վարձավճարի հարց Ամերիկայում, բայց կարծում եմ, որ մեր ուսանողներին կտրվեն հատուկ պայմաններ, զեղչեր ու անգամ կարծում եմ անվճար սովորելու հնարավորություն։ Հնարավորություն օգտվել ֆանտաստիկ էլեկտրոնային գրադարանից Sigma Theta Tau կազմակերպության, հնարավորություն ընդգրկվել առաջնորդության ինստիտուտի այդ կազմակերպության, մասնակցել տարբեր միջազգային կոնգրեսներին, կոնֆերանսներին, ինչը հնարավորություն է ստեղծել նոր կապեր, նոր հնարավորություններ։ Այնպես որ ես ուզում եմ հորդորել, շտապեք եւ եկեք ընդգրկվեք այս ծրագրի մեջ։ Ինքը շատ հետաքրքիր է, շատ ողջունելի է եւ ուսումնառության գործընթացը ոչ թե դա ուսում է, դա հետագրքիր քննարկումներ են, դա հետագրքիր նորարարություններին ծանոթանալն է եւ դուք եք դառնում հետագայում հենց այդ կենտրոնը ուսանողակենտրոն ծրագրի, այսինքն դասավանդման հենքը։ Եվ եկեք եւ սովորեք եւ կտենաք, որ այն ջանքերը, որը դուքներ եք դնում ձեր գիտելիքները բարձրացնելու, հետագայում կտան իրենց արդյունքները։ Այնպես որ սպասում ենք ձեզ։ When I think about the value of a baccalaureate nursing program, I think about those we serve. A BSN education prepares nurses with stronger clinical knowledge, critical thinking, leadership skills, evidence-based practice, communication expertise, and a deep understanding of the social and cultural factors that influence our health. Healthcare today is more complex than ever before. Patients are living longer with chronic conditions. Technology is advancing rapidly. Care requires collaboration across disciplines and settings. Nurses are at the center of it all. For those we serve, a baccalaureate education means a nurse who can recognize problems earlier, coordinate care more effectively, advocate more powerfully, and lead improvements that benefit entire communities. The Baccalaureate Nursing Program at Arabuni Medical Academy Foundation meets and exceeds global standards. This means more than an educational milestone. It means we are investing in the future of healthcare, in the strength of the nursing profession, and in better outcomes for every patient and family who places their trust in our hands.
That is the promise of baccalaureate nursing education and the impact it will have for generations to come. I'm Sharon Weinstein, an academic and clinical practice nurse leader, and I fully endorse the program at Arabuni Medical Academy Foundation. Thank you. Greetings. My name is Dr. Karen Morin, and I am a professor emerita from the University of Wisconsin-Milwaukee in the United States, and I am also a past president of Sigma Theta Tau International, the Honor Society of Nursing, often referred to as Sigma. I'm delighted to be here to discuss two important facts about the nursing program at Arabuni Medical Academy Foundation. First, the Arabuni Medical Academy Foundation is the first academic institution in Armenia to prepare nurses at the professional level, that is, at the baccalaureate level. Preparing nurses at the baccalaureate level means their education is comparable to that in other countries, thus providing greater opportunities for their graduates. Second, and especially relevant for me, the nursing program at Arabuni Medical Academy Foundation is the first baccalaureate level nursing program in Armenia to establish a chapter of Sigma, the Chi Delta chapter, and this was established in 2013. Becoming a chapter of Sigma is a demanding and vetted process. Chapters established in academic settings, such as the Arabuni Medical Academy Foundation, must meet the minimum requirements, one of which is that the institution of higher education grants a minimum of a baccalaureate degree or equivalent in nursing. What does the second achievement for this program mean for you? As a student in this program or as a community leader, you have the opportunity to join Sigma, a global organization that recognizes excellence in practice, research, and education. Moreover, you have an opportunity to interact with nurse scholars and scientists from around the world. And you have the opportunity to enhance your knowledge and skills by accessing Sigma resources. Arabuni Medical Academy Foundation nursing program continues to be the only program with a Sigma chapter in Armenia, reflecting the ongoing visionary leadership associated with the program and the chapter. What a great place to be. Դեղորայքների տալն է, մենք սովորում ենք արդեն քույրական գործը որպես բակալավրի աստիճանով, բախտ վիճակվեց, որ այդ հնարավորությունը ընձեռնվեց, նամանավան դասախոսները դրսից են, վերապատրաստված են, հզոր գիտելիքներով, նոր մոտեցումներով, որը մեզ համար անծանոթ էր այդ մոտեցումները ու շատ հետաքրքիր էր։ Այսօր կուզենայի մի փոքր ներկայացնել Էրեբունի բժշկական ակադեմիայի կողմից կազմակերպված բակալավրի բուժքույրական գործ մասնագիտության վերաբերյալ, որը ունի բարեկան կարևոր նշանակություն այսօր մեր Հայաստանի Հանրապետության բժշկական ոլորտի թե կառավարման գործընթացների, թե կազմակերպչական եւ թե քույրերի բարձրագույն կրթություն ունենալու եւ ապագա զարգացման համար։ Այս ծրագիրը ունի բավականին մեծ առավելություններ, որը հնարավորություն է ընձեռում առկա աշխատող քույրերին ունենալ ավելի պատշաճ գիտելիքներ բուժքույրական գործի կառավարման ոլորտում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում նորակոչիկ քույրերին ի սկզբանե ձևավորել եւ ունենալ բարձր գիտելիքներ քույրական գործի կազմակերպման եւ իրականացման ոլորտում։ Տալիս է մեծ հնարավորություններ իրականացնել ոչ միայն բուժքույրական գործի ամբողջ գործընթացը, նաև հնարավորություն է ընձեռում ունենալ թե գիտական առաջընթաց եւ ապագա զարգացում եւ ձևավորել
հետագայում քույրական գործի ավելի բարձր մակարդակ եւ պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետների մի ահռելի մեծ բանակ, որը կթեթևացնի մեր բուժ աշխատողների ամբողջ աշխատանքային process-ը, թղթաբանական ոլորտի գործընթացները, ինչպես եւ կշնորհի իրենց հնարավորություն զբաղվել նաեւ գիտական գործունեությամբ, հասնել մագիստրոսի կոչումին, ստանալ նաեւ քույրական գործի պրոֆեսորի կոչում, որը այսօր ամենաարդի եւ պահանջված մասնագիտություններից մեկն է ամբողջ աշխարհում։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այսօր մենք ունենք բավականին մեծ քույրերի պակաս, որը անհրաժեշտ է լրացնել, եւ եթե մենք կարողանանք լրացնենք մեր բուժքույրական բանակը նման բարձրակարգ եւ բարձր գիտելիքներ ունեցող մասնագետներով, դա կտա մեծ առավելություն ավելի պատշաճ եւ ավելի հստակ ներկայանալու աշխարհին եւ ունենալ բարձր դիրք եւ վարկանիշ ամբողջ աշխարհի մակարդակում բժշկական ոլորտում։ Ես Ալիս Խաչյանն եմ, մասնագիտությամբ բուժքույր, բայց ստացել եմ իմ PhD nursing-ի մեջ եւ բակալավրս եւ master degree-ս, այսինքն մագիստրոսի աստիճանը նաեւ հենց բուժքույրության մասնագիտությամբ։ Ունեմ նաեւ medical education-ի մագիստրոս, որ ուրեմն օգնում է նաեւ իմ բուժքույրության դասավանդման մեջ եւ հիմա աշխատում եմ որպես բուժքույրության դեկան Երևանի ակադեմիի ուրեմն հիմնադրամ։ Այն ինչ որ կուզեմ բացատրել ձեզ մեր ուրեմն ապակա ծրագրերի մասին է, որ բուժքույրությունը հիմա ակադեմիում երկու ձևով դասավանդվում է, բացի միջինը, բարձրագույն մակարդակի վրա, ունենք 12 ավարտող դպրոցից եկող աշակերտներ, որ ընդունվում են եւ սովորում են 4 տարի բակալավրի մակարդակում, այդ 4 տարվա ընթացքում ծանոթանում են բոլոր ուրեմն նյութերի հետ, որ պիտի մեկ բուժքույր ծանոթ լինի, նաև անցնում են պրակտիկա տարբեր բազաներում, որ գլխավորաբար անցնում է Երևանի հիվանդանոցում, պրակտիկան իր համար հատուկ կարգավորումով է առաջ գնում եւ բավականին լավ արդյունքներով է հանգնում։ Երկրորդ ձևը, որ ունենք բուժքույրության ուրեմն սովորելու համար, այս ակադեմիում ունենք bridge program-ը RN to BSN, որ սովորում են 2 տարով, ընդհանրապես գործող եւ փորձառված մեր բուժքույրերն են, որ ցանկություն ունեն ավելի բարձրագույն սովորեն, եւ ուրեմն քանի որ անցածրել են մի շարք դասեր իրենց միջինի մակարդակում, դրանք ուրեմն համադրվում է եւ հանվում է, մնում է 2 տարվա չափ դասեր, որ ուրեմն անցնում են on-line ձևով եւ ուրեմն հիբրիդ համակարգով մեր բակալավրի աշակերտները անցնում են այն դասերը, որ ապակա բուժքույրը, եթե ցանկություն ունենա մակարդակը բարձրացնելու եւ սովորի մագիստրոսի աստիճանում, պիտի դրանց հետ ծանոթ լինի, որ դրանցից մեկը ուրեմն research-ն է, այսինքն ուսումնասիրությունները ինչպես պիտի կատարի, evidence-based nursing-ն է, physical assessment-ն է եւ թեորիների հետ ծանոթանալն է, ինչ որ մեր ապակա մագիստրոսի ուրեմն մակարդակում դրանք ամենը պետք է։ Երևանի ակադեմիում այն ինչ որ հիմա բուժքույրության մակարդակում լինում է եւ սովորում են աշակերտները ամերիկյան ստանդարտների վրայով է եւ կարող եմ շատ այսպես հստակ ասել, որ ամենալավ ծրագիրն է, որ հիմա կատարվում է բուժքույրության մակարդակով ուրեմն Հայաստանում, քանի որ թե իր practice-ը շատ լրացուցիչ ձև է եւ թե իր տեսական դասերը ուրեմն երկուսը միասին այսպես համադրված դաստիարակում են բուժքույրեր, որ ապակայում մեր Հայաստանում շատ կարող են օգտավետ լինել եւ ուրեմն խնամեն ճիշտ ձևով մեր հիվանդներին հիվանդանոցներ։ Որպես քույրական գործի աստիճան բակալավրը նորություն է մեր հանրապետությունում ու քանի որ մենք հանդիսանում ենք այս մասնագիտության առաջին ուսանողները, ուզում եմ նշել կարևորությունը, քանի որ բակալավր բուժքույրերը ավելի կազմակերպող են, ավելի հմուտ, ավելի շուտ կողմնորոշվող եւ մենեջմենթը ուսումնասիրելու արդյունքում մենք ձեռք բերեցինք գիտելիքներ, որոնք մեզ կօգնեն հետագայում կողմնորոշվել տվյալ դեպքերում համաճարակների ժամանակ, պատերազմների ժամանակ։
Ես ավելի շատ կուզեմ խոսել գիտհետազոտության առարկայի մասին, որը մեր հանրապետությունում դեռ չի կիրառվում բուժքույրական ասպարեզում, բայց այս հետազոտությունների ընթացքում ինձ թվում է գնալով ավելի մեր հնարավորությունները մեծանում են եւ ավելի լայն հնարավորություններ ենք ունենում շփվել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են նման հետազոտություններով մեծ օրինակներ վերցնել եւ հուսով եմ շուտով մեր հանրապետությունում նույնպես դա կկիրառվի։